Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր կամուրջ հասարակական քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանն է։ Բարև ձեզ, պարոն Աբովյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Աբովյան, այսօր տոնում ենք Առաջին Հանրապետության հիմնման 107-րդ տարին։ Այսօր մենք հիշում ենք Սարդարապատ, Բաշապարան, Ղարաքիլիսա, մեր տարած հաղթանակներն ընդդեմ թուրքական զորքի, իդեպ թուրքական զորքի, որը հայկական զորքին միշտ գերակայել է մի քանի անգամ։ Ուշագրավ է, որ այսօր Սարդարապատում Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ եւ իր ամբողջ ելույթում մեկ բառ չասաց, թե Սարդարապատի հաղթանակը ընդդեմ որ ազգի էր։ Թուրքերի անունը չտրվեց, խոսվեց այն մասին, որ Սարդարապատով այո եւ նաեւ ներկայով մենք ավելի անկախ ենք, քան երբևէ։ Ուզում եմ հերթով անդրադառնանք Փաշինյանի ուղերձի կետերին։ Դա ուղերձ էր ինչի մասին։ Ես առհասարակ զարմացած եմ, որ այս իշխանության ներկայացուցիչները գնում են Սարդարապատ կամ ինչ ուղերձներ են անում շատ պարզ պատճառով, այն ինչ կատարվել էր 1918 թվականին 180 աստիճան հակառակ է այն ինչ այսօր այս իշխանությունը քարոզում է որպես պետականության կամ պետականաշինության հիմք, այսինքն գնացել են որ ինչ, որովհետև եկեք մի պուճուրիկ էքսպերիմենտ անցկացնենք, պատկերացրեք, որ 1918 թվականին ընդ որում զուգահեռները կոռեկտ են շատ, ընդամենը 3 տարի առաջ հայոց ցեղասպանությունն էր 18 թվականին, ընդամենը 2 տարի առաջ արցախյան ցեղասպանումն էր, էթնիկ զտումը եւ այլն, եւ այն ժամանակ Հայաստանում բավականին ծանր իրավիճակ էր, Հայաստանը ողողված էր փախստականներով, Հայաստանը չուներ ռեսուրս, պարզապես 1918 թվականին ավելի ծանր իրավիճակ էր տասնապատիկ, հա? Իրականում ծանր վիճակ էր, այլ ոչ թե ինչ սրանք փորձում են համոզել, ասել, հա, եւ այլն։ Հիմա պատկերացրեք իրավիճակ 1918 թվական։ Սիլիկյանը, Բեկփիրյոմյանը, հա, այնց հավաքվում են, թուրքերը գալիս են, ընդ որում հիշեցնեմ ձեզ, որ այն ժամանակ խաղաղության դարաշրջան տերմինաբանությունը առաջինը թուրքերն էին օգտագործում Բաթումի բանակցությունների ժամանակ, Միջալց Ալեքսանդրոպոլի բանակցությունների ժամանակ գալիս են թուրքերը, մենք sense բարբերաբար ինչ-որ բանակցային գործընթացի մեջ ենք եւ թուրքերը մեզ համոզում են, ասում են այ դուք աննորմալ չեք, դուք քիչ եք, դուք ռեսուրս չունեք։ Ռուսաստանը զբաղված է եվրոպական ճակատում պլյուս այնտեղ հեղափոխությունը։ Ֆրանսիան հերույ է, Իրանը ըստ էության որպես տարածաշրջանային ուժային կենտրոն առայժմ ձևավորված չէր, այնտեղ բավականին լրջագույն պրոցեսներ էին գնում։ Իսկ ավելի ծանր էր վիճակը 18 թվականին։ Ու թուրքերը ասում են այն ինչ ես ուզում։ Ուզում ես Հայաստան, այնակ ես 10,000 քառակուսի կիլոմետր գնա ապրի 9,000, չգիտեմ ինչքան։ Խաղաղության դարաշրջան, կլինի խաղաղության խաչմերուկ, առևտուր կլինի եւ այլն, բայց թուրքը գալիս է։ Այն ժամանակվա Հայաստանի Հանրապետության, այլ թերևս Հայաստանի Հանրապետության մինչա ղեկավարությունը նստում ու պարզապես, որ ասում է, ծանր ու թեթև են անում, առանց ինչ-որ ելևեժների, հիմար պատրանքների մեջ ընկնելու, ինչ կոչերի, տեսնում են, որ արի ու տես, որ 1894 թվականից մինչև 1918 թվականը հայերի կոմպակտ բնակվելու վայրերը, գիտեք, շատ արագ կրճատվում են։ Հիմա դրա տակ դուք կարաք ինչ ուզում եք ասեք, կարաք հիմնավորեք, չհիմնավորեք, վիճեք, չվիճեք, բայց փաստ էր 1894 թվականից մինչև 1918 թվականը, որը պատմական առումով ընդամենը 22 տարի էր անցել, հա։ Հայկական էթնոքաղաքական տարը դուրս է մղվում, ոչնչացվում, կոտորվում է իր կենսատարածքից դուրս է մղվում։ Ընդ որում process-ը սկսվում է 1894 թվականին, երբ որ ոչ ռուսական, ոչ ֆրանսիական ոչ մի գործոն արտաքին չկար, որը սրանք փորձում են վերագրել որպես պատճառ։ Սա շատ կարևոր է հարգելի հեռուստադիտողներ, որ մենք պարզապես տեսնենք։ Հիմա ներկայում, որովհետև նույն բանի մեջ ենք։ Հիմա տեսեք, հիմա տեսեք, գալիս է 18 թիվը, թուրքը գալիս է, մտնում է, ընդ որում զուգահեռաբար կան փաստագրական տվյալներ, խնդրում եմ այսօր
եւ առհասարակ եթե ինչ-որ սպիկերներից մեկը խոսում է այս թեմաներից, իշխանություն, ընդդիմություն կապ չունի։ Մի հատ հարգելի հեռուստադիտողներ, անպայման դուք ստուգեք ինչ է ասվում։ Հիմա Google-ը, Snapchat-ը, ամեն ինչ ձեր տրամադրության տակ է։ Ուրեմն այն ժամանակվա թուրքական քաղաքական վերնախավը մի հերագիր է ուղարկում թուրքական բանակցային խմբին, որը զուգահեռաբար նաև բանակցություններ է գեներացնում ու ասում է հետևելը համոզի հայերին, որ մենք խաղաղություն ենք ուզում, որ զինաթափվեն, որովհետև այն պահից սկսած, երբ որ հայկական Ա. Առևտրային ուղիները, Բ. Հիմնական կետերը հարաբերվելու դեպի վերև, խոսքը գնում է Վրաստան, հետո դեպի Ռուսաստան եւ ներքև դեպի Թուրքիա թերևս այն ժամանակ եւ Պարսկաստան, երբ որ մենք այդ ամենը կվերցնենք վերահսկողության տակ եւ ուշադրություն կբնակեցնենք տարածքները մեր, այսինքն իրանց, հա, ցեղակիցներով, ապա հայկական հարցը կարելի է համարել, որ լուծված է։ Խաղաղության դարաշրջան, տրամաբանեք հայերի հետ, ասեք, այ ընկեր, մեռնելը ավելի վատ է, քան ապրելը։ Ինչ եք մտածում։ Ուզում եք փուճուրիկ էթնոքաղաքական միավորել, 10,000 կիլոմետրը ձեզ փեշքեշ գնացեք ապրեք։ Մոտավորապես այս իրավիճակն է։ Զուգահեռաբար թուրքերը գալիս են։ Հիմա պատկերացրեք իրավիճակ։ Սիլիկյանը, Բեկփիրումովը բարձրանում են ու ասում են. «Ժողովուրդ, մենք չունենք ռեսուրս։ Մենք մենակ ենք։ Մենք երազել ենք ինքնիշխան անկախ պետության մասին, կապ չունի քանի քառակուսի կիլոմետրը։ Հարևանների հետ սենց թենես պետք է բարիշենք, թուրքը գալիս է, պատրաստվում է, գալիս է, պետք է բարիշենք։ Եկեք համաձայնվենք, այս 10,000 կիլոմետրը վերցնենք, այնտեղ ապրենք, հարկեր կմուծենք, առևտուր կանենք, ի վերջո մենք այս թուրքերի հետ երբ որ իրանք հայտնվեցին, մոտավորապես 600-700 տարի տենց ինչ-որ հարաբերվել ենք, հա, պրոբլեմ չի եղել, չնայած այդտեղ էլ է սուտ, միշտ էլ եղել են պրոբլեմներ, բայց դա այնուամենայնիվ։ Ինչ էինք ունենում, եթե այն ժամանակ այդպես որոշվեց։ Աղավնի ջան, ոչ ես էի լինելու, ոչ դուք եք լինելու, ոչ այն մարդիկ, ովքեր հիմա մեզ նայում են, ու միգուցե մինչ այս պահը հավատում են այն հակահայկական абսուրդ բառը շատ մեղմ է, հակահայկական խոսքերին, որոնք այս իշխանությունը որ 29,743-ի վրա կմնանք, եթե այդ ձեր ասածները անենք։ Հա, նու մոտավորապես ժամանակել 10,000 էր, բայց ինչ եղավ, եղավ Սարդարապատը, որը ակնհայտորեն ցույց տվեց ներկա իշխանությունների սնանկությունը բոլոր առումներով ինտելեկտուալ, քաղաքական, քաղաքագիտական, ազգային, պետական, այս մարդիկ սնանկ են։ 18 թիվը դա ցույց տվեց։ Ասում եք այս մարդիկ սնանկ են, 18 թիվը դա ցույց տվեց։ Այսօր ուղերձի մեջ Փաշինյանն ասում էր եկեք չկրկնենք պատմությունը։ Հիմա տեսեք, եկեք։ Մենք միշտ ասում ենք, չէ, եկեք պատմությունից դաս քաղենք, եկեք ասում եք չկրկնենք պատմությունը։ Եկեք տրամաբանենք, իրանք ինչ են ասում։ Այսինքն չկրկնենք թուրքին մեզ թշնամի չհամարենք, ադրբեջանցուն թշնամի չհամարենք։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, միգուցե չի ստացվում նորմալ արտաբերել իրականությունը, բայց ես կրկին այսօր կփորձեմ։ Տեսեք, առաջին է, որ ասում եմ եկեք չկրկնենք պատմությունը, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է եկեք չդիմադրենք։ Եկեք փորձենք չդիմադրել, դանը կդնել են կոկորտներից, հələ մի հատ ոտը պաչենք թուրքի։ Արա մարդ ես, մեկ էլ տենաս չի մորթում։ Ասում եկեք պատմությունը չկրկնենք, պարոն Աբովյան, որովհետև մենք հիմա ավելի անկախ ենք, քան երբևէ։ Մենք ավելի ինքնիշխան ենք, Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ։ Եկեք սենց անենք, էլի, ես քաղաքագիտական, գիտեք, սենց ասեմ, քաղաքագիտական абսուրդը չեմ կարող մեկնաբանել։ Դուք կարող եք մեկնաբանել, որ մեկը գա ու սկսի ձեր հետ կռիվանի, որ իրավունքը տափակ է։ Չեք կարա, չէ, նույնն էլ ստեղ է, ինչ ուզում են թող, իրանք իրանց մոտ բացի խոսալուց ուրիշ բան չի մնացել, բայց վերադառնալով ձեր հարցին։ Հարգելի հեռուստադիտողներ, հարգելի աղավնի, ամբողջ ֆունդամենտը ներկա իշխանության, քաղաքականության, թուրք, հայկական եւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների մեջ ոչնչացնելն է, չէ՞ ինչ որ հարաբերության ինչ որ ելևեջ։ Կառուցված է նենգ, սուտ, անբարտավան, անբարոյական մի գաղափարի վրա, որը թուրքերը եւ ադրբեջանցիները մշտապես առաջ են բրդել։ Ուրեմն առաջինը, մենք երբեք չենք ներկայացրել վտանգ, այսինքն մենք չենք թարսվել Թուրքի հետ, մենք նպատակ չենք դրել
գնանք կռիվ անենք Թուրքի հետ, հող խլենք։ Թուրքն է եկե մեր հետ կռվե եւ մեր հողը խլե, այսինքն այստեղ խնդիրը որ եկեք չթշնամանանք թուրքերի հետ, դա հավասարազորա որ մեկը մտնում է ձեր տուն, բեյսբոլի բիտայով ձեր գլխին խփում է, ձեր հարևանն էլ ասում է ախպեր հետ ոչինչ որ խփում է հա գլխիդ հետը մի թշնամացի։ Ասում է որովհետեւ թշնամանք մեզ քարոզել է ԽՍՀՄ։ Եկեք ուղերձի այս դրվագին էլ անդրադարձեք։ ԽՍՀՄ-ին միգուցե իշխանությունը տեղյակ չի, եկեք տեղյակ պահենք իշխանությանը, առհասարակ մեր հաղորդումները շատ հետաքրքիր որ բացահայտումներ են անում։ Իշխանություն, լսեք, 1894 թվականին խորհրդային միություն չկար։ Բացահայտում։ 1904 թվականին Շուշիի կոտորածի ժամանակ խորհրդային միություն չկար։ Մի գաղտնիք էլ բացեմ, շատ ուշադիր սա լսեք, շատ ուշադիր։ 1915 թվականին էլ խորհրդային միություն չկար։ Իսկ ձեր կողմից այսօրվա ուղերձը հակապատմական է, գիտեք ինչ առումով։ Ուրեմն, երբ որ կհիշեք 9000 Ալեքսանդր պայմանավորվածությունները, պայմանագրեր, որ Հայաստանին պետք է մնալ 9000 քառակուսի կիլոմետր, խորհրդային բանակը մտավ եւ դարավ 31, հետո իջավ 29, հա։ Ով էր։ Կարողա ձեր հերոսաբար, չգիտեմ, ինչ որ արեղծվածային անհայտ ինչ որ մարդիկ էին, հա, նախնիներ չեմ ուզում ասեմ, եկան եւ բանալեցին։ Խորհրդային միությունն է, այստեղ խորհրդային միության ինչու էր արդարացման խնդիր չի։ Չէ, բայց ինչու էր այսօր ուղերձում հստակ թիրախավորված, ասում է խորհրդային միությունը ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորել է որպես ճարիք։ Կայսրությունը նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախության ծիլերը։ Այդ Սարդարապատը կարողա մենք խորհրդային միության հետ ենք կռվում, մի հատ էդ էլ պարզենք էլի։ Կարողա Սարդարապատի պատերազմը։ Ոչ մի բառ։ Ինչ ասի։ Բայց խորհրդային միության դեմ այսքան բան։ Տեսեք, խնդիրա դրված։ Այս մարդիկ Թուրքիա եւ Ադրբեջանի գաղափարական ծիրի մեջ են, որովհետեւ իրենց անվտանգությունը եւ վերարտադրությունը եւ իրանք իրավացի են։ Իրանք տեսնում են միայն եւ միայն թուրքական եւ ադրբեջանական շահերը սպասարկելու ներքո։ Թուրքիա եւ Ադրբեջանի շահերը բազմաթիվ անգամ հնչեցվել են, առ այն որ ձևավորում են նոր իրողություն տարածաշրջանում, որտեղ Թուրքիան դոմինանտ է։ Երկրորդ շերտը բացի Թուրքիայի դոմինանտից Թուրքիան ունի դոկտրինալ որոշում։ Այսինքն Փաշինյանը այս ուղերձը ամբողջությամբ այդ դոկտրինալ որոշման մեջ է տեղավորել, որովհետև ինքը ավելի վաղ ուղերձներում խոսում էր այն մասին, որ սա Սարդարապատը ընդդեմ թուրքերի է։ Հիմա չի խոսում։ Այո, բայց ինչի եք զարմանում։ Այդ մարդիկ, տեսեք, միգուցե հավատում են, ես չեմ ուզում հիմա։ Ինչին են հավատում։ Չգիտեմ, միգուցե իրենք հավատում են, որ հնարավոր է մի էթնոքաղաքական միավորների հետ դուրս գալ խաղաղության այն պարագայում, երբ որ այդ էթնոքաղաքական միավորները դոկտրինալ քեզ պետքա ոչնչացնեն, ամ մարդկա, չգիտեմ, ինչպես ասեցի, հավատում են երկրագունդը տափակա։ Բայց կներեք, որ իրանք տես բաների հավատում են։ Հա մենք հոգարակը չենք ընկել։ Իրենց գաղափարախոսությունը եւ քաղաքականությունը 7 տարի բերում է արհավիրք, ասեմ ավելին, հիմա մտել է նախապատրաստական փուլը վերջնականապես փակել հայկական հարցը։ Ինչպես ներողություն, ինչպես է որ դա նույն սահմանադրության փոփոխություն, ինչը նշանակում է Հայաստանի Հանրապետության իրավական հիմքերից հրաժարում տեղը բերելով օֆիսի կանոնակարգ, այսինքն մեզ ասում են սահմանադրությունը փոխեք, օֆիսային կանոնակարգ բերեք, այսինքն մարդ գա աշխատանքի, հարկմուծի, ուտի խմի եւ այլն, բայց նույնիսկ դա չի փրկում իրանց, ասեմ դες ավելին, սրանք այնքան ամբարտավան են, որ նույնիսկ հանրային խոսքում շատ է, չէ՞ եղել որ իրար հակասում են։ Տեսեք, մի կողմից ասում են Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունը մեր օրակարգում էր, հա, իրենց, թերևս 2018 թվականից։ Ասում ես, օքեյ։ Դուսակալի ասում է, եթե հանգարց սահմանադրական դատարանը ընդունի, որ խաղաղ պայմանագիրը չի համապատասխանում սահմանադրությանը, ես կփոխեմ սահմանադրությունը։ Ժողովուրդ ջան, ուրեմն դուք ձեր մեջ մի հատ պայմանավորվեք, որովհետև ես հասկանում եմ թքած ունեք բոլորի վրա, ամեն ինչի վրա, պլաստինկ են առավոտից իրիկում պատտացնում եք, այդ որ դուք այտենց ուժեղ ինքնիշխան եք բան, հա, իբր, պատտացնում եք, ես իմ ինչեր եք անում, վերջում էլ թուրիմացություն է ստացվում, ու ձեզ մի գաղտնիք էլ բացեմ, դուրներեք չի գա, այդ բոլոր պահերը ձեր
թերևս շատ սակավ համակիրները ֆիքսում են։ Դրա համար է վարկանիշը հասել 15%-ի Ես չգիտեմ վարկանիշը, ես վարկանիշը ըստ Կովկասի հետախուզական ռեսուրսների վերջին սոցհարցման տվյալների։ Միգուցե, չգիտեմ, այստեղ խնդիրը նրանումն է, որ այս իշխանությունը ընտրության գնալու է երկու կարգախոս, երկու հիմնական, ես տենց եմ տեսնում, հա։ Առաջինը կատաղի հակառուսականություն, դա անպայման, իրանք ամեն ինչ անելու են, դա ակնհայտ է լինելու։ Եվ երկրորդ նարատիվը վախ։ Իրանք վախի վաճառական են, սպեկուլյանտ են վախի։ Իրանք վախը ծախելու են մեր վրա, այսինքն ասելու են ախպեր, քանի մենք կանք, այսինքն իրանք, պատերազմ չի լինելու։ Այսօր ասած։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Հիմա ես հարց եմ տալիս։ Պատերազմ չլինելու պարագան։ Մի հատ բաց ենք, հա։ Երբ որ քեզ սպառնում են պատերազմով եւ քեզ դնում են պահանջներ, որոնք բերելու են եւ բերում են օկուպացիայի, օրինակ ադրբեջանցիների բնակեցում, հայկական հիմնական լոգիստիկ ուղիների վերահսկողության փոխանցում, Թուրքիա, զինանշանի փոփոխություն, սահմանադրության փոփոխություն, այսինքն քեզ օկուպացնում են։ Այդ պարագայում, երբ որ ուսումնասիրում ես պարզապես քաղաքագիտական առումով, դու գիտեք, ես երբեք չեմ անձնավորում ոչ մի բան, բայց երբ որ վերլուծում ես հետևել արտահայտությունը, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Իսկ միգուցե հետևյալն է հնչում, պատերազմ չի լինելու, գերի ենք հանձնվելու։ Պատերազմ չի լինելու, լինելու է Արևմտյան Ադրբեջան։ Պատերազմ չի լինելու, լինելու է իրական Հայաստան - Արևմտյան Ադրբեջան։ Պատերազմ չի լինելու, որովհետև այնինչ Թուրքիան Ադրբեջան ուզում է պատերազմով անի, այսինքն մտնի, օրինակ գրավի եւ բնակեցնի Հայաստանի Հանրապետության տարածքը, լինելու է ներկայիս Հայաստանի Հանրապետության իշխանությունների համաձայնությամբ։ Այս պարագայում իհարկե իմաստը որն է, պատերազմը ինչ է, եկեք ես էլ բացատրենք։ Տեսեք, Ժորժ ջան, արտահայտությունը պատերազմ չի լինելու, ինքը նշանակում է միայն մի բան, որ յուրաքանչյուր, հա, պատերազմ չի լինելու եւ մենք սադրանքների չենք բանանի, չէ։ Ինքը նշանակում է հետեւել, այստենց եմ հասկանում, որ եթե Թուրքիան, Ադրբեջանը մեզ համար գոյաբանական պայմաններ դնեն մեր առջև, ասեն սրան պետք է համաձայնվենք, այս իշխանությունը կհամաձայնվի։ Եթե Թուրքիան ու Ադրբեջանը որոշի ապամոնտաժել Հայաստանը, ապա այս իշխանությունը կհամաձայնվի, որովհետեւ եթե դիմադրի, պատերազմա լինելու։ Չի դիմադրի, կապա մոնտաժի փաստորեն։ Ասեմ ձեզ ավելի, տենց է ստացվում։ Տեսեք, ես չեմ մանիպուլացնում, պարզապես միասին տրամաբանում ենք, հարգելի հեռուստադիտողներ, նույնիսկ այն մարդիկ, ովքեր իմ հետ հիմա համաձայն չեն։ Ախպեր, դուք ունակեք մի վարքյան դնեք մի կողմ քաղաքական ձեր նախապատվությունները, մի հատ պարզապես տրամաբանենք միասին։ Ասում եք 29743-ը ոչ թե կորուստ է, այլ ձեռքբերում։ Խորհրդային միությունից, որը ինքը քննադատում է, չէ՞։ Հա, այսինքն Արցախն էլ տվեց, ձեռքբերում եք 29743-ը մնաց, սա ձեռքբերում է։ Տեսեք, ում համար է Արցախի հանձնումը ձեռքբերում։ Ադրբեջանցուն։ Ով է պաշտպանում ձեռքբերման թեզը։ Ադրբեջանցիներն ու Թուրքիան եւ Նիկոլ Փաշինյանը։ Ես այն որ ասում եմ, մի հատ լավ արտահայտություն կա, կինոներում Սևով որ գրում է, no comment։ Ես չեմ ուզում իրականում ոչ մի բան հորինել, հա, չեմ ուզում դրթել մարդկանց դեպի այս կամ այն տեսակետը։ Մարդիկ հիմա ովքեր մեզ նայում են։ Աղավնի ջան, ինձանից էլ, ձեզանից էլ հազար ներողություն եմ խնդրում։ Նիկոլ Փաշինյանից էլ, ընդդիմությունից էլ, այսինքն այն մարդկանցից, հա, ովքեր հանրային տեղեկատվական դաշտում երևում են, ավելի խելացի են։ Դուք ասում եք մարդիկ խելացի են, ամեն ինչ շատ լավ հասկանում են, պարոն Աբովյան, բայց այսօր Նիկոլ Փաշինյանը այդ բոլորի սանունից անում է հայտարարություններ։ Հիմա հայտարարության թեզերից մեկին եմ անդրադառնում, բայց մինչև դրան անդրադառնամ, պետք է մի բան ճշտեմ։ Պարոն Աբովյան, քանի տարեկան եք։ 52։ Ահա, 52 տարվա մեջ դուք քանի անգամ եք հայրենիք փնտրել։ Ես երբեք։ Ահա, բայց այսօր ասում է հայ ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է։ Մեր անունից կանգնում նման հայտարարությունների անում։ Միգուցե այդ մարդը, չգիտեմ, հայ ժողովուրդ անունով ի նկատի ունի իր նեղ շրջապատը, որը հայրենիք է փնտրում։ Ուրեմն մենք գնչու չենք հայրենիք փնտրենք։ Մենք ունենք հայրենիք եւ մեր հայրենիքը առհասարակ յուրաքանչյուր էթնոքաղաքական միավորի հայրենիքը չի սահմանափակվում սահմաններով։
Ես չեմ փնտրել հայրենիք, դուք չեք փնտրել հայրենիք, միգուցե իրանք են նստել տենց որոշել են, որ Հայաստանում իրանց լավ չի, իրանք տես փնտրում էին հայրենիք, հետո հասան իշխանության, հայրենիքը գտնված է։ Տեսան, տենց կոստյում տեսան, փողկապ տեսան, չգիտեմ, բանկային քարտ տեսան, Նիսեի տետերը վառին թափին պատուանից շպրտեցին դուրս, ասեց ուռա ապագա գոռալով։ Ու մեկ էլ պարզվեց, որ այդ մարդկանց հայրենիքը ստեղ է, միգուցե դա է խնդիրը։ Տեսեք, մենք փորձում ենք կատակենք, բայց սա շատ լուրջ բարոյա հոգեբանական խնդիր է։ Իշխանությունը փորձում է վերագրի բոլոր մարդկանց վրա, սա իմիջիալոց բավականին լուրջ տեխնոլոգիա է նաև մարդկանց վրա ազդելու, իրենց հիվանդագին պատրանքները, մտքերը հայրենիք փնտրել։ Ես ձեզ ասեմ ավելին, այս իշխանության օրոք եւ առհասարակ հայ ժողովուրդը երբեք հայրենիք չի փնտրել, բայց հենց այս իշխանության օրոք հայրենիքի մի մասը կորցրել է։ Հենց այս իշխանության օրոք, եթե փնտրելու մասին ենք խոսում, եկեք կորուստի մասին խոսենք։ Պարզա որ իրենք մեծ վարպետ են նենք եւ մանիպուլատիվ փոփոխությունների։ Հիմա տեսեք, հարգելի ժողովուրդ, առաջ ասում էին Արցախն է մեղավոր, Ղարաբաղցիներն են մեղավոր, չէ՞։ Հիմա գիտեք ով է մեղավոր։ Դուք եք մեղավոր։ Դուք։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր արցախցիներին ու ղարաբաղցիներին փնովում ու կպնում էին։ Նույնիսկ այդ խաբված, նույն ես չեմ ասում միտումնավոր անողները, դրանց մասին ընդհանրապես խոսալ չեմ ուզում։ Իրանց մասին եւ իրանց հետ պետք են ուժային կառույցները խոսեն հետո, հա։ Բայց ներողություն, հիմա ձեզ են ասում, Ժորժ ջան, դուք տեղյակ չեք, որ դուք եք մեղավոր, որ այս իշխանությունը չի կարող թարազուի բերի մեր երկիրը։ Դուք եք մեղավոր, գիտեք ինչու, որովհետեւ դուք հայրենիք եք փնտրել։ Պարզվում է դուք, նույնիսկ այն մարդիկ, ովքեր հարում են իշխանությունը, առավոտից իրիգուն դուք փնտրում եք հայրենիք, մեկ էլ իրանք եկան, ձեր աչքերը բացին, ասին ախպեր, հայրենիք մի փնտրի, էս ակու հայրենիքը։ Մենք հիմա մեր զրույցը նման է ոնց որ հոգեբանների կոնսիլիումի։ Մենք փորձում ենք հասկանանք, ժողովուրդ մի փորձեք հասկացեք։ Ամեն ինչի հիմքում ընկած է հետեւյալ մի տրամաբանական եզրույթը, որը քաղաքական առումով հասկանալի է։ Այս իշխանությունը ուզում է մնա։ Բոլոր իշխանություններն ուզում են մնան, բայց ինչ թեզերով են իրենք։ Բա ինչ թեզերով ասի։ Փոփոխության ենթարկում հասարակական կարծիքը, մարդու գիտակցությունը։ Ուրեմն տեսեք։ Հայրենիքը գտնված են ո՞րն է։ Տեսեք, բրիտանացի մի Որտեղ կանգնած են ամբողջ ուժային համակարգի ներկայացուցիչները, բոլորը խոնար, գլուխները կախ լսում են։ Ես չեմ քննարկում այդ մարդկանց, Աստված իրանց եւ ժողովուրդը իրանց գնահատականը տավելա, տալիս է ու էլի կտա, ամեն մարդ իր խղճի առջև է պատասխանատու եւ սա վերացական խոսքեր չեն, իսկ այն մարդով խիղճ չունի, ինքը կենթանի է։ Սա միանգամից ֆիքսում ենք։ Իսկ ես չեմ հավատում, որ իրանք խիղճ չունեն, բոլորն էլ ունեն խիղճ։ Ձեզ թվում է իրանք գնում են իրանց տուն, իրանք չեն հասկանում ինչ են արել։ Ամեն ինչ հասկանում են, թող հրաժարականի դիմումը գնան իրենց։ Ամեն ինչ, այս ամեն դրա մասին էլ կխոսանք։ Ստե խնդիրը հետեւյալն է, տեսեք։ Երբ որ մենք փորձում ենք հասկանալ ինչ է անում իշխանությունը, մենք պետք է հասկանանք հետեւյալը։ Ինքը ուրիշ տարբերակ չունի, քան նենգա փոխի իրականությունը։ Ուրիշ տարբերակ չունի, որովհետեւ ինքը ճշմարտություն ասի, չէ՞։ Նույնիսկ իրենց ամենամոլի, sense ուժեղ, հա, մնացած այդ մի քանի հոգին ովքեր իրենց սատարում են, ասեն գնա տուն, որովհետև եթե ինքը կայնի ասի, ընկեր, իմ սխալի պատճառով կորցրել ենք այսքան մարդա գնացել զոհվել, չենք կարող կամ եւ չէ, այդ մարդիկ այնում ասում են կորցրել են Արցախը, իրանք պատկերացրեք հայրենիքի կորստի մեջ, իրանք փորձում են համոզեն, որ դրական նոտա կա։ Ձերբերում։ Եթե ոնց որ կներեք մեկի 1000 ներողություն, ահավոր համեմատություն են բերում։ Ոնց որ մեկի փուճուր եղբայրը կամ քույրիկ Աստված հերու պայի մահանա, տան տերը կայնի ասի, որ ինքը մահացավ, մեր տեղը լենացավ, տունը մի քիչ ավելացավ, լավ բան է պատահել, սենյակը ազատվել է։ Ժողովուրդ, էլ ոնց կամ ավելի մենք անկախ ենք, հա, ասես մի արտահայտություն էին արել, որ Արցախը չկա, դա մեր անկախություն չի։ Դա հավասարազորա գիտեք ինչին, որ մեկի շուտ պայմանական ոչ մեկի վրա չեմ ասում, էլի քույրիկը փուճուր մահանում է, տանտերը կայնում ասում ինքը որ մահացել է, սառնարան ու մեր ուտելիք ավելացել է, այսինքն մենք ավելի ապահով ենք։ Սարսափելի բաներ է, բայց դա է մարդկանց գլխի մեջ նստածվում։ Ինքը դա է անում, այո։ Այո, բայց դե խնդիրը նրանումն է, տեսեք, իրենք խնդիր ունեն վերարտադրվելու, իրանք ունեն մի շատ կարևոր
խապկանք կա իրանց մեջ։ Չնայած կարող է խապկանքի չգիտեմ։ Իրենք կարծում են, որ իշխանությունը իրենց ֆիզիկական գոյության երաշխիքն է։ Դե որովհետև գիտեն ինչ են արել, պարոն Աբովյան, դա տեսեք, ստոպ։ Մեկը մյուսի շարունակությունը չէ։ Այ հիմա դուք կրկնեցիք իմ բառերը, որ իրանք շատ լավ հասկանում են ինչա կատարվում։ Հիմա հարց ածակում, եթե այս մարդկանց համար իշխանությունը գոյաբանական խնդիր է, չէ՞, իրանք գոյաբանական կռիվ են տալի։ Գոյաբանական կռվի մեջ բոլոր մեթոդները ընդունելի են։ Խաբելը, ստելը, կոլաբորացիոնիստ լինելը, երաշխիքներ ման գալը, արտաքին երաշխիքներ ման գալը, այսօր երկու պետություն կա, որոնք կարողանում են այս իշխանությանը մատերի վրա խաղացնել, Թուրքիան ու Ադրբեջանը։ Իրանք ուղղակի այս իշխանության միջոցով ազդում են ներհայկական իրավիճակի վրա։ Ես ձեզ ասեմ ավելին, նույնիսկ ես չեմ հավատում, որ Բաքվից իրան զանգում հրահանգում են, բան, դա անլուրջ է։ Չեք հավատում, որ Բաքվի հետ համակարգված է աշխատանքը տարվում։ Ստոպ, ես ասացի զանգելը, համակարգվածի մասին ես բան չունեմ ասելու, որովհետև ես չունեմ փաստագրական տվյալներ, բայց դրա փոխարեն ես ունեմ եւ մեր հերոստատիտողները ունեն տրամաբանություն։ 4 օր առաջ Ալիևը դուրս է գալի, ասում է պահանջում է Հայաստանի Հանրապետությունից բանակցություններ սկսել թրքալեզու, հա, այդ անդրկովկասյան թաթարներ, դրանց ադրբեջանցիներն իմ ասում, այդ ցեղերի հետ Հայաստանը բնակեցնելու համար անունը դնելով Արևմտյան Ադրբեջան եւ ասում է դա մարդու իրավունքի հարց է, դա տարածքի հարց չէ։ Հետո այսինքն Ալիևը ասում է այն, ինչի մասին մենք գիտեք ինչն է, թուրքերը վերցրել են մեր բոլոր նոու-հաուները ու հիմա ոնց կարան օգտագործում են, ոնց կարան, այդ բոլորը մեր գիտեք ոնց, մեր այն զենքերն էին, որ այսենց օթից դիվանագիտական քաղաքական առումով ձեռներս են ու մշրում էինք։ Հիմա վերցրել են մեր զենքերը, ալճիշտ մենք հանձնել ենք իրանց այդ զենքերը ու օգտագործում են։ Դե լավ, վերադառնալով այս թեզին, Ալիևը ասում է պետք է գան։ Ինչ-որ մի հայտարարություն լուրջ դեմքով Հայաստանում չկա Արևմտյան Ադրբեջան, բան լուզ ձեզ, աշտերս լուզ, ուրա, սալյուտներ խփեցինք, բան ասեցինք։ Տեղը դրեց Ալիևին։ Երևանյան երկխոսության ժամանակ։ Բայ, չեք պատկերացնում, Ալիևը սարսափած գնաց Շուշի Էրդողանի եւ Իմրան Հանի հետ Պակիստանի վարչապետի ու հիմա մեր Շուշիում, մեր Լաչինում, մեր Բերձորում չայ են խմում։ Բայց դա չի խնդիրը, խնդիրը հետևյալն է։ Ասում է 3 օր հետո Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հելում ասում է վայ մամա ջան։ Ասում է խաղաղ պայմանագիրը ստորագրելու 5 րոպե հետո, հա, նախ չկա խաղաղ պայմանագիր, կան պայմաններ Հայաստանի կազմաքանդման համար, որ Ադրբեջանը ներկայացրել է այս իշխանությունը որպես նարատիվ վերցրել է ու ասում է սա խաղաղ պայմանագիր է։ Դա գիտեք ոնց է, ոնց որ մարդու մավան վկայականը անվանես ծննդական։ Այո։ Նույնն է։ Ընտրություններից առաջ գուցե ինչ-որ մի համաձայնագիր ստորագրեն։ Չէ, ստորագրելու են 100%։ Հավատացեք ինձ, Ադրբեջանը խնդիր ունի փրկի այս իշխանությանը։ Խնդիր ունի ինքը մի բան լինելու։ Փաշինյանը ծախի դա։ 100%, ես համոզված եմ մի բան լինելու է։ Ադրբեջանը եւ Թուրքիան ամեն ինչ են անելու այս իշխանությունը վերարտադրվի։ Ամեն ինչ, պատմական շանս է, ինչ չեք խոսում։ Եվ այսպես, եւ գալիս է ինչ-որ մի իրավիճակ եւ երկու նարատիվ ենք լսում։ Նարատիվ համար 1։ Խաղաղ պայմանագիրը ստորագրելուց հետո հայերը կգնան ապրելու Բաքու, ադրբեջանցիները կգանցնեն, դա ադրբեջանցի չի ասում, այլ ձև ասում, համեմատական անցկացում հայերի, որոնք ապրում են Վրաստանում։ Սա մեկ նարատիվ։ Ուրեմն Ադրբեջանում պետական գաղափարախոսությունը հայերի ստորացումը, սպանությունը եւ այլն։ Այսինքն դա պետական դոկտրին է։ Այսինքն մենք հասկանում ենք, որ Բաքու հայը չի գնա ապրի։ Գուցե Ալեն Սիմոնյանը դա ասող գնա։ Ինքը ուր ուզում է թող գնա, ես չգիտեմ, ախր գիտեք որ նա Սիմոնյանի, տեսեք, գնա այնտեղ ապրի, տեսնի ոնց է։ Տեսեք, Սիմոնյանի ազգանունը տվեցիք, մի շատ կարծրատիպել կա հետաքրքիր։ Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, Սիմոնյանը հիմար մարդ չի։ Ես անկեղծ եմ ձեզ, ինքը խելացի է։ Լուրջ եմ ասում, խելացի տղա է, ես անկեղծ եմ ձեզ ասում։ Եվ դա ավելի է ծանրացնում այդ խոսքերը, այսինքն մարդը դա ասում է ոչ թե որ ինքը չի հասկանում, այլ շատ լավ հասկանում է ինչ է ասում։ Դե որովհետև պարտադրանքը դրված է փաստորեն, պարոն Աբովյան։ Հետո ասում է գնացեք, դե չեն գնալու։ Երկրորդը փաստորեն արդեն մեկնարկա տրվում
այլ կողքից sense բան անելով, որ ադրբեջանցիները գան դե նորմալ է։ Կրկին դիսոնանս է տալիս մի կողմից Խորհրդային Միությունը փնովում են, մի կողմից ասում են կգան կապրեն ստե ու ամեն ինչ նորմալ կլինի։ Բայց առևտուրին կմոտենանք, սպասի։ Ժողովուրդ ջան, մեզ փորձում են համոզեն, որ մարդասպանի կողքը եւ զավթիչի օկուպանտի կողքը ապրել է անվտանգ, այսինքն մեզ նախապատրաստում են օկուպացիայի հետագա հայաթափման գործընթացով, սա իմիջիայլ երկարա այդպես միջնաժամկետ առումով, հա, որոշակի նախագիծ է, բայց մեզ փորձում են Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները նախապատրաստեն, որ օկուպացիա լինելու, բայց դա չեն ասի օկուպացիա, որ տրամադրություններ չեն գնի, ոչ չասեցին դեմարկացիայի, դելիմիտացիայի պարագայում, որ հանձնեցին ռազմավարական բարձունքները, բայց մեզ չասեցին ռազմավարական բարձունք ենք հանձնում։ Ֆաներայից, շիֆերից, ինչ սարքեցին, ասեցին սա մեր սահմանն է։ Ընդ որում այդ սահմանը ինքը 91-92 թվին լրի միջազգայինորեն ընդունված էր։ Ստում են, որ ասում են մենք սահման չունենք։ Նենգաբար ստում են։ Էս էլ սենց։ Փաստորեն մեզ նախապատրաստում են օկուպացիայի։ Հիմա մի օրինակ էլ բերեմ։ Երբեք չի եղել հայերի եւ ադրբեջանցիների համատեղ ապրելու, հա, փորձ, երբ որ ադրբեջանցիները դոմինանտ չեն դառնում, մեզ չեն կոտորել կամ չեն վտարել։ Բերեմ եմ օրինակը։ Նախիջևան 1960 թվական 40% բնակչություն, 1988 թվական 0.4, 0.4, այնտեղ մարդկանց չէ կոտորում, չէ։ Պայմաններ էին ստեղծում, մարդիկ գնում էին։ Ինչպես Արցախում արեցին։ Նույն ամբողջ Արցախում վերջում մնաց Լեռնային Ղարաբաղը, Արցախը, հա, Լեռնային հատվածը։ Նույնը ստեղ են ուզում անեն թուրքերը, որտեղ այդ մարդիկ, հասկացեք, իրացիոնալ ատելություն դեպի մեզ չունեն, սա վերադառնում եմ առևտրին։ Հարգելի աղավնի, եկեք մի բացահայտում անենք։ Ոնց որ բան ունենք, լիգբեզ, հա, սրանց համար։ Խոսքի իշխանության համար, բայց չնայած իրանք շատ լավ մեզանից այդ ամեն ինչ հասկանում են, փորձենք միասին, հարգելի հեռուստադիտողներ, մի հատ մի թեմայի շուրջ, հա, խոսենք։ Տեսեք, ասում են 5 րոպե հետո առևտուր է լինելու։ Առևտուրը բերելով որպես խաղաղության նշան։ Ուրեմն ժողովուրդ ջան, եթե առևտուրը տնտեսությունը լիներ խաղաղության գրավական, աշխարհում ոչ մի պատերազմ չէր լինի, որտեղ բոլորի հետ առևտուր են անում։ Ռուսաստանն ու Ուկրաինան իրարից օրինակ պատերազմող պետություններն են առևտուր անում, այսօր Ռուսաստանը Եվրոպայի հետ առևտուր է անում։ Իրար փոր են թափում, բայց առևտուր են անում։ Ասեմ ձեզ ավելին, 1941 թվականին մեծ հայրենական պատերազմի նախաշեմին Խորհրդային Միության եւ Գերմանիայի առևտրատնտեսական փոխհարաբերությունները 33 թվականին համեմատ աճել են 44 անգամ։ 44 անգամ։ Ընդཐུպ միջև առաջին հարվածը գերմանական, հա, Բրեստի ամրոցին Գերմանիայից գալիս էին հաստոցներ, գալիս էր մետաղ, շատ բարձր որակի, որը գերմանացիներն էին անում։ Այս կողմել գնում էր ցորեն, հացահատիկ, հա, յուղեր, նավթ եւ այլն։ Իրանք դրան են պատրաստում։ Ադրբեջանից կգա գազ մի կողմում։ Հիմա տեսեք, իրանք դրան չեն պատրաստում, իրանք փորձում են մարդկանց պատրանքի մեջ գցեն, որ առևտուր կանեք խաղաղություն կլինի։ Չի լինի, առևտուրը դրա հետ կապ չունի։ Ժողովուրդ ջան, այսօր Իսրայելը ոչնչացնում է Գազային։ Պաղեստին Իսրայելի հետ առևտրի մեջ է։ Ասեմ ձեզ ավելին։ Միացյալ Նահանգները եւ Իրանը իրար սանկցիաներ են մտցրել միջև, չգիտեմ, տիեզերք։ Բայց ներողություն, միջնորդված առևտուր էր գնում։ Խի ԱՄՆ-ն չէր առնում իրանական նավթը։ Ասում եք խելացի են, լավ էլ գիտեն, բայց ասում են։ Հիմա տեսեք։ Գիտեն, որ իրենց ոտքին են կրակում, ասում են, պարոն Աբովյան։ Իրանք պարզապես չեն, իրանք այնքան չեն հարգում մարդկանց, իրանք այնքան չեն հարգում իրենց լսողներին։ Թե սա փակուղու մեջ գտնվող իշխանության պարզապես։ Դե էլ իր հերթին։ Ուղղակի փակուղի է, իրենք այլ բան չեն էլ կարող անել։ Դե իհարկե, որ չեն կարա։ Տեսեք, ստեղ խնդիրը նրանում է, որ այն ամեն ինչ իրանք ասում են, ինքը այնքան աբսուրդ է, Գեբելսին եմ միշտ այս պարագայում հիշում, այդ անտեսությունը մի հատ արտահայտություն ուներ։ Ասում էր, որքան սուտը
անհնար է, սարսափելի է, ապուշ է, հիմար է, այդքան մարդիկ հակված են հավատալ, որովհետև ապուշ եւ հիմար ստի պարագայում տրամաբանական ունակությունը մարդու սկսում է անջատվել։ Մենք գիտենք, չէ, մեր վստահաբար մարդիկ գիտեն իրեն շրջապատի մեջ 1000 ձևի մարդ կա, չէ, կարող է մարդ կա, չգիտեմ, հավատում է, որ, չգիտեմ, անմոլորակայիններն են եկել ու երկրագունդը գրավել ու ինքը իմ այդ գրավման մեջ է։ 1000 մարդ տարբեր բան է մտածում, բայց դա չի նշանակում, չէ, որ դա ճիշտ է։ Եվ շատ կարևոր մի թեզի մասին եմ ուզում այսօր Սարդարապատի օրը խոսել։ Տեսեք, մեզ ասում են հետևյալը։ Մեր խնդրեմը մեզ դա են ասում։ Նրանից է, որ մենք ագրեսիվ վտանգ ենք ներկայացնում Թուրքիայի Ադրբեջանի համար։ Երբ որ մենք կդադարենք վտանգը ներկայացնել, մեզ հանգիստ կթողեն։ Այո։ Մենք արդեն անդրադարձանք ցեղասպանության 1894 թվականին եւ այլն եւ այլն եւ այլն, մտ չեմ ուզում կրկնվեմ։ Դա հիմարություն է, բայց այդ հիմարությունը մեզ համար գոյաբանական խնդրեմ ունի։ Տեսեք հարգելի աղավնի եւ տեսեք հարգելի հեռուստադիտողներ։ Ֆիքսում ենք հետեւյալը, ինչը մենք գիտենք, հա, որպես փաստ, որպես ոչ թե Արման Աբովյանի, Աղավնի եւ այլն քաղաքական տենց վերլուծաբանների, ժուրնալիստների ինչ որ մի միտք, որպես փաստ հավանում եք։ Թուրքիան եւ Ադրբեջանն ունեն դոկտրինալ նպատակ մեզ ոչնչացնել։ Երկրորդը 100 տարվա ընթացքում մեր բնակեցվելու արեալը, մեր հայրենիքը եկել է հասել է հա համարը 3 տասնյակի, հա, շատ փոքրիկ մի մաս։ Երբ որ վերլուծում ես, երբ ենք մենք հանգիստ եղել, պարզվում է հետևյալը. մենք հանգիստ ենք եղել միայն այն ժամանակ, երբ որ մեզ հարվածելը եղել է վտանգավոր։ Այսինքն, երբ որ մենք մեզանով ներկայացրել ենք վտանգ հարվածողի համար, այլ ոչ թե վտանգ ենք ներկայացրել որպես, չգիտեմ, զավթիչ, մենք երբեք զավթիչ չենք եղել։ Հիմա ինքը հենց այդ գործոնն է վերացել, հենց դա, որպեսզի մենք չլինենք վտանգավոր։ Այո, եթե մենք վտանգավոր չենք, Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը անել այնպես, որ մենք չլինենք վտանգավոր, հարց եմ տալի, իրանց համար վտանգավոր, որ չկարողանանք պատասխանենք։ Իսկ եթե իրանք անում են մի քայլ, որի պարագայում մենք չենք կարողանում պատասխանենք, այդ քայլի նպատակը ո՞րն է, որ մենք համաձայն թուրքական եւ ադրբեջանական դոկտրինի պետք է թույլ լինենք։ Հարց եմ տալիս։ Ժողովուրդ ջան, էլի եմ ասում։ Խնդրում եմ, դուրս եկեք քաղաքական նախապատվություններից։ Դուրս եկեք։ Դուք ձեզնով մի հատ հələ մտածեք։ Դուք, ես գիտեմ, համոզված եմ, դուք ամենախելացին եք։ Ձեզ խաբել չի ստացվի։ Վախեցնել յուրաքանչյուր մարդուն ստացվում է վախեցնել, բայց խաբել չի ստացվի։ Հիմա մեր վրա վախ են վաճառում, մեզ ասում են մենք պետքա թույլ լինենք, սենց ինչ որ բանով բրեյքդանս սպարելով քաղաքական։ Ինչ սադրանք ուզում է լինի, մենք պատերազմ չենք սկսելու։ Ինչ նշանակում ինչ սադրանք ուզում է լինի, մտնեն 50 հոգի երեխա մորթեն։ Կաննելու ենք ասում ենք, չէ՞։ Կամ գան ասեն, գիտես ինչ կա, պետք է սաղ ու երկայնքով, չգիտեմ, ադրբեջանցիներ բնակվեն, Երևան էլ ադրբեջանցիներ գան։ Մենք համաձայնվելու ենք։ Նախճեվանի օրինակը մեր աչքերի առաջ է։ Եվ կրկնում եմ, եթե մենք չենք ներկայացնում վտանգ, պատասխան, որպես պատասխանող մեր վրա ոտնձգության, մենք դատապարտված ենք։ Մենք դատապարտված ենք, որը ոնց ասեմ։ Այդ դատապարտվածը ինքը չի նշանակում, որ թուրքը կգա դու իր հետ կապրես, չէ, այ ընկեր, այ տիկին ջան, ընկեր ջան, տատի ջան, պապի ջան, չէ, որովհետև դու չես վտանգը Թուրքիի համար, Թուրքն է քեզ վտանգ, իսկ մեզ համոզում են, եկեք գիտեք ինչ անենք, վտանգ չլինենք Թուրքիի համար, մեզ չեն սպանի։ Հակառակ կողմից են։ Այ ժողովուրդ ջան, չեք հասկանում ինչա կատարվում։ Ես ուղղակի ապշած ես մտածում եմ, դե լավ, էսել, ու ես եկա մի շատ համոզմամբ, գիտեք որ համոզմունքն է։ Հիմարությունը ինքը տիեզերքային չունի սահման։ Վահագն Մելիքյանն էր երեկին հյուրը եւ այսպես մի ձևակերպում արեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին կարողանա ընդունելի դարձնել իր ասած այդ իրական Հայաստանը, մի ճանապարհ կա,
պետք է հայ ժողովրդի արունը փոխի։ Միայն այդ դեպքում հայ ժողովուրդը կընդունի Փաշինյանի իրական Հայաստանը։ Դուք եք համամիտ այդ կարծիքի հետ։ Մեծ արգանքով գիտեք վերաբերվում եմ պարոն Մելիքյանին։ Ավելի կոնկրետ ասեմ, արյուն փոխելը, այո, ասենց եթե վերցնենք, հա, փիլիսոփայական առումով, այո, բայց դրա հետ մեկտեղ ասենց մի խնդիր է կա, միայն արյան փոխելու խնդիրը չի։ Այսօր մեզ համոզում են հետևյալը, որ հանուն խաղաղության, որը թուրքական եւ ադրբեջանական տեսլականի, մենք պետքա զոհաբերենք մեզ։ Դա են մեզ համոզում։ Մնացած լոլոները, խոսքերը, ինքնիշխան, բան, երբեք Հայաստանը sense ստորացված չի եղել։ Իրանք հակառակն են ասում։ Երբեք այս նողկալի վատ վիճակում չի եղել։ Իրանք են ասում։ Երբեք մենք չենք եղել մի իրավիճակում, երբ որ մարդ ուղղակի չի հասկանում ստորացումը միջև ուրա գնալու։ Եթե իրենք չունեն ստորացման սահման, ժողովուրդը ունի։ Երբ որ ասում են մենք ամեն ինչի կգնանք, որ չլինի պատերազմ, Ժորժ ջան, պատերազմը սկսում է միայն այն ժամանակ, իմիջիայլոց գիտեք ինչ են մեզ ստորացված բանում։ Կոտորեն։ Ստորացված մարդը ոնց կարա դիմադրի։ Ամենակարճ ճանապարհն է։ Ամենակարճ, որ ջարդում ես մարդու մեջքը։ Երբ որ քու ապրաչափը կայնել են, ինչ վիճակի կայնել են 5000 տարվա պատմությունը մենք սխալ ենք ապրել, սրանք եկան, գիտեն ճիշտը որն է, հա։ Այ մի հատ ուշքի եկեք։ 5000 տարի մենք ապրել ենք, փառք Աստծո, 1000 ձևի ազգ գնաց, վերացավ, մենք մնացինք։ Ու մնալու ենք։ Միչև վերջել մնալու ենք։ 5000 տարի ապրել ենք, մեկ էլ հայտնվում են լուրջ դեմքով, գիտեք ինչ կա, սխալ եք ապրել, մենք եկել ենք, որ ճիշտը ցույց տա։ Բարև ձեզ։ Գնացեք թուրքերին, արա ճիշտը ցույց տվեք։ Ոնց է մենք գիտենք ոնց է ճիշտը։ Ճիշտը որն է։ Կամ մենք գիտենք ինչպես պետք է լինի, ասած հայրենիքը գտնված է։ Եսի մի ինչ արավ, հերիք է լավ, բոլ է լավ, մարդկաց գժի տեղ եք դրել։ Հասկացեք, սա հավաքվում է, ինքը կուտակվում է։ Մարդկաց մեջ կուտակում է, չի ստացվի։ Ուրեմն միանգամից ասում եմ, չի ստացվի հայերին կոտրել։ Չի ստացվի։ Այո, մարդ կարա սոված ապրի, ծարավ ապրի։ Չգիտեմ, բարիկներից զրկված ապրի։ Մարդ չի կարող ապրել մենակ մի տարբերակով։ Այսքան խելք ունենայիք կհասկանայիք դա։ Միշտ վախի մեջ ու ստորացված, տարակում է, մարդու հոգեբանությունը չի դիմանում։ Տարակում է։ Ժողովուրդը ինչա մարդկանցից բաղկացած բազմություն տարակելու են մի օր։ Այս դրա մասին մտածեք։ Պարոն Աբովյան, շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Արման Աբովյանն էր, այսքանը ցտեսություն։